Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Քրիստոսի սուրբ անունով ես օրհնում եմ մեր մտքերը, մեր հասկացողությունը, որ ամեն մարդ, ով կարդում է Աստծո խոսքը, ով լսում է նման դասերն ու քարոզները, կապանքները քանդվեն նրա հասկացողության մտքերի վրայից, որ ամեն բան Սուրբ Հոգով հասկանալի լինի, հասանելի լինի, մատչելի լինի, որ մարսեք հասկացածը, որ այդ ամենը Սուրբ Հոգին ձեր մտքից դնի ձեր սրտի մեջ, դաջի ամեն բան ձեր սրտում, ձեր մտքում, թող որ ձեր հավատքը զորանա, թող որ նրանց մեջ, ով դեռ հավատք չունեն, հավատքի կրակը վառվի, ազնիվ, անարատ հավատքի կրակը առ Հիսուս Քրիստոս, թող որ ապրեք վստահելով Աստծուն։ Հայր Աստված, ես աղոթում եմ յուրաքանչյուրիս համար, իմ ընտանիքի, իմ արյունակցական գծի բոլոր մարդկանց համար, լսողների և նրանց ընտանիքի անդամների համար, որ մեր սրտերը այնպես փոխես, Տեր ջան, որ մենք խրատ, բարի խորհուրդ, դաստիարակություն, աստվածային հանդիմանություն, սիրող և ընդունող մարդիկ լինենք և չարհամարենք Աստծո խոսքն ու պատվիրանները, այլ խրատվենք դրանցով, քանզի ժամանակին դու Տեր Աստված կհատուցես քո խոսքին ենթարկվողներին և քո պատվիրանները պահողներին։ Տեր, թող մեր ականջները լսող ականջներ լինեն, թող մենք քառականջ չլինենք, թող մենք ապստամբ սրտեր չունենանք, թող մենք չկարծրացնենք մեր սիրտը քո խոսքի հանդեպ, քո պատվիրանների հանդեպ, քո կանչի հանդեպ։ Հայր Աստված, ես խնդրում եմ, որ քո Սուրբ Հոգով գործես մեր մեջ, ապաշխարության հոգի տուր մեզ, որովհետև Տեր դու գիտես մեր բոլոր ծածուկ գործերը, դու քննում ես մեր սրտերը, դու գիտես մեր մեղքերը, հանցանքները, օգնիր մեզ Տեր, խորությամբ, ազնվությամբ, ապաշխարել, խոստովանել մեր մեղքերը, չթաքցնել քեզնից ոչինչ, որտև դա խաբկանք է, քեզնից ոչինչ թաքցնել հնարավոր չի, Տեր օգնիր մեզ հասկանալ, որ դու ամեն բան գիտես, որ մեր խոստովանությունը քեզ շոկի մեջ չի դնելու, քեզ չի հիասթափացնելու մեզանից, որտև դու արդեն գիտես, բայց դու սպասում ես, որ մենք քաջություն ու համարձակություն ունենանք մոտենալու քեզ և խոստովանելու։ Տուր մեզ այդ քաջությունը, տուր մեզ այդ համարձակությունը, տուր մեզ այդ խոնարհությունը, համեստությունը, հեզությունը, Տեր։ Օգնիր Տեր, որ ատենք ամբարտավանությունը, մեղքը, հանցանքները, չարիքը, անաստված ճանապարհը, հրաժարվենք մեր մեղքերից և որ այդ մեղքերը այլևս իշխանություն չունենան մեզ վրա։ Տեր, հասկացրու մեզ, որ դու բանտի դռները բացել ես, որ քո խաչելիությամբ, քո զոհողությամբ մեղքը իշխանություն չունի մեզ վրա, բայց մենք մեղքը սիրելով, մեղքից չհրաժարվելով մնում ենք մեղքի բանտում, մնում ենք ստրուկ և ոչ միայն մնում ենք ստրուկ, այլ դրանց պատճառով անեծքա մեր վրա գալիս, Տեր, բացի այդ ճշմարտությունը, որ հավատան, հասկանան և քայլ անեն ապաշխարության ու դարձի, օգնիր իմ Աստված, քո փառքի համար, քո անվան համար, որովհետև դու գթասիրտ ես։ Հիսուսի անունով եմ աղոթում, ամեն։ Իսկ հիմա եկեք անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Այսքանի օրը մենք խոսում ենք այն բոլոր խոչընդոտների մասին, որ կան ապաշխարության ճանապարհին, այսինքն այն խոչընդոտները, որ մարդկանց հետ է պահում ապաշխարությունից։ Ուզում եմ արագ թվարկենք դրանց 8-ը, որ արդեն քննարկել ենք, և
հետո անցնենք 9-րդ և 10-րդ խոչընդոտներին, վերջին խոչընդոտներին։ Սուրբ Հոգի Աստված թող այս ամբողջ դասը լինի քո զորությամբ, քո իշխանությամբ, Տեր ջան, ոչ թե իմ մարդկային կարողությամբ և ուժով։ Ապաշխարության առաջին խոչընդոտը այն է, որ մարդիկ չեն գիտակցում, որ ապաշխարության կարիք ունեն։ Ապաշխարության երկրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ ապաշխարելը հեշտ ու հանգիստ բան են համարում և մտածում են վերջին վայրկյանին էլ կարող են դա անել։ Ապաշխարության երրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ Աստծո ողորմածության մասին սխալ, անհեթեթ, ոչ աստվածաշնչային ենթադրություններ են անում և ունեն։ Ապաշխարության չորրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ ծույլ են, անբան և հետաձգում են ապաշխարությունը, չեն ցանկանում ջանք դնել, գերադասում են խաղաղ հանգիստ կյանքով ապրել, գերադասում են քնեն, հաճույք ստանան, քան թե ապաշխարության վրա ջանք թափեն։ Ապաշխարության 5-րդ խոչընդոտը այն է, որ մարդիկ հաճույք են ստանում մեղքից, հաճույք են ստանում անիրավությունից ու չարիքից, ինչպես 2 Թեսաղոնիկեցիների 2:12 ասվում է, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Ապաշխարության 6-րդ խոչընդոտը այն է, որ մարդիկ կարծում են, թե ապաշխարությունը կխլի իրենց ուրախությունը, իրենց հաճույքները։ Ապաշխարության 7-րդ խոչընդոտը հուսահատությունն ու հուսալքությունն է, և ասեցինք, որ հուսահատությունն ու հուսալքությունը պտուղ են անհավատության, ապստամբության, ըմբոստության Աստծո դեմ և պատճառ չապաշխարելու։ 8-րդ խոչընդոտը ապաշխարության այն էր, որ մարդիկ անձեռնմխելիության հույս ունեն, կարծում են իրենք անձեռնմխելի են Աստծո համար, կամ կարծում են, որ Աստված իրենց չի տեսնում իրենց մեղքերը ու ոչ մի բան էլ չի անելու։ Իսկ հիմա անցնենք 9-րդ խոչընդոտին։ Ապաշխարության 9-րդ խոչընդոտը դա այն է, որ մարդը վախենում է, որ իրենք քննադատեն ու կծաղրեն, կարհամարեն իր շրջապատում, եթե ինքը ապաշխարի։ Նման մարդիկ այսպես են մտածում. եթե ես ապաշխարեմ, ապա կենթարկվեմ իմ շրջապատի մարդկանց, իմ ընկերների, ծանոթների, հարևանների, այն մարդկանց, ում կարծիքը ինձ համար կարևոր է, իմ հարազատների և այլների արհամարհանքին, ծաղրանքին։ Մենք պիտի հասկանանք, որ երբ մենք որոշում ենք ընդունում դարձի գալ դեպի Աստված, ապաշխարել, Աստծո թագավորությունը փնտրել, աստվածային իմաստությամբ քայլել, ապա պետք է պատրաստ լինենք և հաստատ իմանանք, որ մեզ ծաղրելու են, ձեռ են առնելու, արհամարհելու են և այլն, և անողները լինելու են անհավատ մարդիկ կամ կեղծ կրոնավորներ։ Բայց նրանց ծաղրանքից ու արհամարհանքից վախենալու փոխարեն ու նրանց պատճառով չապաշխարելու և դժոխք գնալու փոխարեն ավելի լավ է մի քիչ քննենք, թե ովքեր են այդ մարդիկ, ովքեր ձեզ քննադատում են, մեզ քննադատում են, ծաղրում են, արհամարհում են։ Սրանք մարդիկ են, ովքեր բացարձակապես անտեղյակ են Աստծուց, Աստծո ճանապարհներից ու սատանայի գերիներն են, անկախ նրանից հասկանում են, թե ոչ։ Նրանք հոգևոր անմիտներն ու տգետներն են ու հոգևորապես կույր ու սատանայի գերի մարդկանց վերաբերմունքը մեզ չպիտի անհանգստացնի։ Եվ ավելին, նրանց այս վերաբերմունքը չպիտի մեր վրա զորություն ունենա և հետ պահի մեզ ապաշխարությունից։
Եթե դա մեզ հետ է պահում ապաշխարությունից, նշանակում է, որ մեզ ավելի հետաքրքրում է մարդկանց հաճելի լինելը, քան թե Աստծուն։ Որ մեզ մարդկանց ծափահարությունը ու նրանց կարծիքը մեր մասին ավելի կարևոր է, քան Աստծո ասածը, Աստծո պատվիրանը եւ մեր հոգու փրկությունը։ Ուրեմն ուղակի բանի տեղ մի դրեք ոչ նրանց ծաղրանքը, ոչ նրանց խորհուրդներն ու քննադատությունները, բայց իրենց մի ծաղրեք, իրենց մի դատեք, որովհետև չգիտեն ինչ են անում, կուրացած են, գերի են սատանային, այլ աղոթեք իրենց մտքի ու սրտի եւ հասկացողության համար, որ չարի գործը չանեն ու իրենք էլ Աստծուն ճանաչեն։ Եվ նաև մտածեք, թե ինչի համար են քեզ նախատում, քեզ այս անհավատ կամ կեղծ բարեպաշտ ամբարիշտները։ Արդյոք դա այն պատճառով է, որ դու ապաշխարում ես։ Եթե այո, ուրեմն իմացիր, ապաշխարելով դու կատարում ես քո հոգևոր պարտքը Աստծո առաջ, Աստծո պատվիրանը, ու այդ մարդկանց ծաղրանքը, նախատինքը, քննադատությունը, արհամարանքը, որպես հոգևոր թագեր սարքի ու դիր գլխիդ։ Ավելի լավ է, որ մարդիկ նախատեն քեզ, ծաղրեն քեզ, արհամարեն քեզ, ապաշխարելու համար, քան թե Աստված դատի քեզ, անիծի քեզ չապաշխարելու համար ու քեզ դժոխք կուղարկի։ Եթե դու չես կարող հանդուրժել, որ քեզ քննադատում են քո հավատի համար, ապա երբեք քեզ քրիստոնյա մի կոչի։ Լյութերն ասել է, քրիստոնյան նման է խաչվածի։ Հիսուսն ասեց, եթե ինձ են հալածում, ձեզ էլ են հալածելու։ Ծառան տիրոջից մեծ չի կարող լինել։ Տառապանքը սրբի համազգեստն է, Աստծո ժողովրդի համազգեստն է։ Իսկ ինչ են հանդիմանությունները, ծաղրանքները, արհամարանքները ապաշխարողի հանդեպ։ Դրանք միայն անմիտ մարդկանց դատարկաբանություններն են եւ չարի փորձը նրանց միջոցով քեզ հետ պահելու ապաշխարությունից։ Որովհետև եթե դու ապաշխարես ու դարձի գաս դրանց համար ես աղոթելու ու մի օր էլ նրանք են ապաշխարելու, ահա թե ինչու չարը նրանց օգտագործում է, որպեսզի քեզ ծաղրեն ու իրենց ծաղրանքով քեզ հետ պահեն։ Ուրեմն նման ծաղրանքները, քննադատությունները, նախատինքները մենք պիտի արհամարենք եւ ոչ թե մեր սրտին մոտ ընդունենք, բայց ոչ մարդկանց, հիշեք։ Մատթեոս 5-րդ գլխի 11-12-ում Հիսուսն ասաց. Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացեք ու ցնծացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որտև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Ուրեմն սիրելի մարդ, սիրելի իմ հարազատ, քաջալերվիր, ապաշխարիր, դարձի արիր, որ դու էլ կարողանաս Աստծո առաջ բարեխոսել քեզ քննադատողների համար, ներես նրանց ու ներում խնդրես նրանց համար, որ նրանց կյանքում էլ Աստծո լույսն ու շնորհը ծագի, որ չկորչեն ու քո վարձը երկնքում հսկայական լինի, քո վարձքը Տիրոջից լինի։ 10-րդ ապաշխարության վերջին խոչընդոտը այն է, որ մարդը չափազանց մեծ սեր ունի աշխարհի հանդեպ։ Այստեղ ես կասեի, որ չափազանց բառն է շատ կարևոր։ Եկեք նախ կարդանք Եզեկիել 33 գլխի 31 խոսքը։ Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս։ Իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց քո խոսքերը չի կատարի։ Իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, բայց նրանց սիրտը ագահության է հետամուտ։ Այսինքն, ոնց որ լսես այս դասը, հետո բանի տեղ չդնես, արհամարես ու գնաս անցնես քո կաշառակերությանը, սուտին, ամեն բանը անես։ Այդ նույն բանն է։ Ու զարմանալի չէ, որ Եզեկիել մարգարեին լսողները ապստամբության մեջ էին, երբ նրանց սրտերը գնում էին անօրինական շահի,
ագահության հետևից։ Աշխարհն այնքան է գրավում մարդկանց ժամանակը եւ շփոթում մարդկանց զգացմունքները, որ նրանք չեն կարող ապաշխարել։ Նրանք նախընտրում են ոսկին, շատ փողը, ավելի լավ պաշտոնը, ավելի առատ բերքը այգում, տներն ու մեքենաները, նախընտրում են հաճույքները, թատրոնները, տելևիզորը, քաղաքականությունը, ամեն բան, քան ապաշխարելը, Աստծո առաջ կոտրվելը ու մեղքի համար լացելը։ Եվ այդպես շատերը գրեթե երբեք ուշադրություն չեն դարձնում իրենց հոգու փրկությանը, ապաշխարությանը։ Նրանք չափազանց զբաղված են աշխատանքով, բիզնեսով, հարստանալով, սովորելով, իրենց համար հարմարավետ կյանք ստեղծելով, հոգսերով, հաճույքներով, նաև իրենց ճանապարհորդություններով եւ այլն, քան թե իրենց հոգու ու կյանքի փրկությամբ։ Ինչպես Հիսուսն ասաց, փուշը խեղդում է Աստծո խոսքը։ Կարդանք Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի 22 խոսքը, երբ Հիսուսը բացատրում է, թե ինչպես են փշերը խեղդում Աստծո խոսքի սերմերը, որ ցանվում են մեր մեջ, եւ բացատրում է, թե որոնք են այդ փշերը։ Փշերի մեջ սերմանվածը այն է, նա է, ով լսում է Աստծո խոսքը, բայց այս աշխարհի հոգսերը ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, եւ այն անպտուղ է լինում։ Մենք նաև կարդում ենք նրանց մասին, ովքեր հրավիրված էին Քրիստոսի ընթրիքին, երկնքում, ովքեր ամեն կարգի աշխարհիկ պատճառներ ու պատրվակներ բերեցին ու հրաժարվեցին Քրիստոսին միանալուց, մերժեցին Քրիստոսին։ Կարդանք Ղուկաս ավետարանի 14 գլխի 18-ից 20 խոսքերը։ Հրաժարվեցին, եւ բոլորը սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. «Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարի»։ Մյուսն ասաց. 5 լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ, խնդրում եմ քեզ, ինձ հրաժարված համարի։ Մյուսն էլ ասաց. կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ։ Այսինքն տեսնում ենք, որ այգին, բիզնեսը, աշխատանքը, ընտանիքը, ամուսնությունը, երեխաները այնքան են խլում մարդկանց ժամանակը, որ նրանք ազատ ժամանակ չունեն իրենց հոգու փրկության համար։ Ոմանք այնքան զբաղված են ծառայելով անգամ եկեղեցում, որ ժամանակ չունեն ապաշխարելու։ Սխալ չպետք է հասկանանք։ Աստված չի ասում անտեսի ընտանիքդ մի ամուսնացի, մի աշխատի, երեխեքի տեր մի կանգնի, եկեղեցում մի ծառայի։ Բայց երբ մենք առաջնայնությունները սխալ ենք կարգում, մեր ժամանակային չափերը սխալ չափով ենք տալիս, ամեն բանին առավել մեծ տեղ ենք տալիս, չափազանց մեծ տեղ ենք տալիս, քան Աստծուն, եւ մեր հոգու փրկությանը, Աստծո խոսքն ու պատվիրանները կատարելուն, Աստծո հետ ժամանակ անցկացնելուն, ապաշխարությանը, մեր հոգու փրկությանը, ապա այդ ժամանակ մեր կյանքը գլխի վայր ոնց որ դժոխքի ճամփան բռնած լինի։ Հեղինակը մի օրինակ է բերում ասելով, որ Սարդինիայում կա մի խոտաբույս, որից եթե մարդը շատ ուտի, ապա կընկնի հիստերիկ ծիծաղի մեջ, ու այնքան կծիծաղի, որ կմահանա շատ ծիծաղելուց։ Աշխարհը այդպիսի խոտաբույս է։ Եթե մարդը այդքան տարված է աշխարհով, ապա ապաշխարած մեռնելու, փրկված մեռնելու փոխարեն եւ հավիտենական կյանք ստանալու փոխարեն նրանք կմեռնեն գուցե ծիծաղելով, գուցե այս կյանքից գոհ ու բավարարված, կամ գուցե հոգսերով տապակված, կամ գուցե լավ ման եկած ու հարմարավետ ապրած, գուցե լավ բանկային հաշվով, լավ կրթված, բրենդային շորերով հագնված, ամենաթանկարժեք դագաղի մեջ, բայց չապաշխարած ու հոգիները չփրկված։ Սրանք այն 10 խոչընդոտներն են, որոնք պետք է վերացվեն, որպեսզի ապաշխարության ջրերը
ավելի ազատ հոսեն մեզանից։ Այս գլուխը ավարտելուց առաջ ուզում եմ կարդալ մի հատված Եզեկիելի 33 գլխից, որտեղ Աստված խոսում է անհատական պատասխանատվության մասին, այսինքն ամեն մեկիս պատասխանատվության մասին մեզ համար, դարձի մասին, ապաշխարության ու ներման մասին, ու թե մարդիկ ինչպես են արձագանքում, որ կլինի նրանց կործանման պատճառը։ Ականջ արեք, օղանենք մեր ականջներին, բացենք մեր ականջները, լսենք և աղերսենք Աստծուն, որ օգնի, որ դարձի գանք։ Անհատական պատասխանատվություն։ Նորից եմ ասում, որտեղ ասվում է Իսրայել, Հուդա, իմացի, որ կոնկրետ քեզ ա դիմում, քեզ, քո անունով։ Եվ դու մարդու որդի, ասա Իսրայելի տանը, դուք այսպես եք խոսում և ասում, մեր հանցանքները ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք, ուրեմն ինչպես պիտի ապրենք։ Նրանց ասա, կենդանի եմ ես, ասում է Տեր Աստված, և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և դուք ինչու մեռնեք։ Եվ դու, մարդու որդի, քո ժողովրդի որդիներին ասա, արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը։ Այսինքն, եթե դու համարում ես, որ դու արդար մարդ ես, քո արդարությունը քեզ չի փրկելու դատաստանի օրը։ Եվ ամբարիշտի ամբարշտությունը իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպետք է լինի, ու ասում է, եթե դու մեղք ես գործել, եթե դու ապաշխարես, դատաստանի օրը դու չես կործանվի։ Ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։ Կապ չունի ինչքան արդար ես, այն օրը, որ մեղք ես գործում, Աստծո դատաստանը պիտի գա վրադ։ Երբ ես արդարին ասեմ, նա անպատճառ պիտի ապրի, և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։ Անկախ նրանից դու ինչքան արդարություններ ես արել, եթե անիրավություն ես անում, մեղք ես գործում, մեղքի գինը մահն է։ Նաև երբ ամբարիշտին ասեմ, դու անպատճառ պիտի մեռնես, և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի, ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։ Ու ասում է, եթե մեղավորը ապաշխարի, ես դատաստանը կհեռացնեմ, եթե այդ մեղավորը ապաշխարի, իր մեղքից հետ դառնա, հրաժարվի, իրավունք ու արդարություն գործի, իր գրավը վերադարձնի, ումից պարտքա վերցրել, պարտքը վերադարձնի, հափշտակածը հատուցի ու էլ անիրավություն չգործի, ապաշխարության կանոններով ապրի, ասում նա չպետք է մեռնի, դատաստան չի գալու, կապրի։ Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպետք է հիշվեն նրա դեմ, նա իրավունք ու արդարություն գործեց, նա անպատճառ պիտի ապրի։ Այս է բերում ապաշխարությունը։ Եվ քո ժողովրդի որդիները կասեն, Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, բայց իրենց ճանապարհը ուղիղ չէ։ Լսել եք, որ մարդիկ ասում են, Տերը ներում է, այս ինչ չարագործին, ազնիվ չի Աստված, արդար չի։ Եվ Աստված ասում է, այդ դուք արդար չեք, ձեր ճանապարհը արդար չի։ Ես ներում եմ նրանց, ովքեր ապաշխարում են, և դատաստան եմ բերում նրանց, ովքեր մեղք են գործում, անգամ եթե կյանքի ամբողջ ընթացքում մեղք չեն գործել։ Առանց ապաշխարության տեսնում ենք, որ Աստծո ներումը չկա։ Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի,
Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից եւ իրավունք ու արդարություն գործի, նրա դանով պիտի ապրի։ Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ։ Ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ։ Հիսուս Քրիստոսը խաչը բարձացավ, մեր մեղքերը իր վրա վերցնելով։ Հիմա Աստված ասում է. ապաշխարիր, որպեսի Քրիստոսի արյունով մաքրվես, որպեսի Քրիստոսի արյունով լվացվես եւ Քրիստոսի արյունով արդարացվես, որպեսի Աստված էլ չհիշի քո ոչ մի ամբարշտությունը, որտեվ եթե դու ապաշխարես ու խոստովանես քո բոլոր մեղքերը, նա դրանք կմոռանա եւ դու կներվես։ Եվ դատաստան չի գա քո վրա, այսինքն դատաստանը կլինի, բայց մահ չի հասնի քեզ, այլ կհասնի փրկության թագը, փրկության ճերմակ շորերը, Աստծո ներկայությունը եւ Աստծո ձեռքը քո արցունքները կմաքրի։ Եվ դու կապրես երկնային թագավորությունում Աստծո ներկայության մեջ։ Այսքանը այսօր Հիսուսի անունով։ Ամեն։